Իրանք ինչ գործողություն են կատարալ Արցախի ղեկավարությունը շրջափակման ժամանակ, երբ որ ամեն ինչի պաշարը ժամանակավոր էր սահմանափակել, ինչ քաղաքական դիվանագիտական գործողություն են կատարել, որպեսզի գնան բանակցությունների կամ գոնե մեզ առնվազն դուրս բերեն այդ վիճակից։ Եթե դու նշես մեկ քայլ, ու այդ քայլ իրանց արած քայլը պտուղ ա տվել, ես ասում եմ ժիրո կներես, ես քաղաքականությունում չկամ։ Դու հիմա իմ հետ համաձայն ես, որ իրանք մատը մատին չեն տվել այդ 9 ամսվա մեջ, որպեսզի ապա շրջափակվի։ Ղարաբաղի քաղաքական էլիտային ա վերաբերվում։ Համաձայն ես, եթե ասես չէ, դու պետք է վերես։ Ես էլ եմ ասում։ Ես էլ եմ ասում, որ չկան, չեն արել։ Խիբա, որովհետև եղել է Արցախում եղել է կոռուպցիա, Արցախում եղել է մոնոպոլիա։ Մի գրուպա մարդիկ, որոնք մարդկանց նեղացրած պահել են, սխալ եմ ասում։ Ճիշտ ես ասում, դու իմ հետ համաձայնվեցիր այդ հատվածում։ Ում օրոք։ Սավեր Շահրամանյանի Արայիկ Հարությունյանի Պուտինի եւ բանը Արայիկ Հարությունյանի Բակո Սահակյանը խառը տես 29 պատգամավորի օրոք։ Ապրես, Գևորգ ջան, Պուտինը վատնա, համաձայն եմ քեզ հետ։ Պուտինը իր պարտականությունը չի կատարել, համաձայն եմ քեզ հետ։ Մենք ինչ ենք արել Հայաստանի ու Արցախի իշխանությունը ինչա արել գոնե տեղ գյուղի տակից մի հատ կրակոց եղել է պատասխանը։ Ես ասեմ, պատասխանեմ, թույլ տվեք ժողովուրդ մի խանգարեք։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի համաձայն հայկական բանակը զորքը պետքա դուրս գար Ղարաբաղից եւ պատերազմը դրա հետևանքով պետքա դադարել։ Այդպես էլ եղավ։ Նիկոլ Փաշինյանը իր զորքը, էդ էլ ասեմ, Նիկոլ Փաշինյանը աշխատում է ներքին կարգով այնտեղ զենքեր պահեր, ինչու՞ չէ նաև զինվորականներ։ Ես հիմա արդեն անցել բրծել ա, պետքա ճիշտը պատմեմ։ Ես ճանաչել եմ հայաստանցի տղերք, որ ծառայում էին ցորում, ցոր բաց պոստ պահող ցորում։ Ցորը պոստ պահող ա եղել, կհիշատակ եք, հուշեք ինձ 20 թվից հետո թե չէ, որտեվ Ջաբրայել չկար, Հադրուտ չկար, Շուշի չկար, ցորի զորագունդը սահմանապահ գործառույթ էր ստացել։ Եվ դե կային հայաստանցիներ։ Իմացաք, էս է Նիկոլի լավությունը, որ Ժիրոն այսօր ուրանում ա։ Ասում է Նիկոլը հրաշարվել Արցախից։ Նիկոլը ամեն ինչ արել ա, ինչ իր ձեռով եկել ա։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ինչ հնարավորություն եղել է օրինական եւ անօրինական արել է Արցախի համար։ Սա բացարձակ ճշմարտություն։ Բայց 20 թվականի նոյեմբերի պայմանագրից հետո օրենքով իրավունքով պետքա զորք չպահեր Հայաստանը ընդե։ Ընդե վերահսկողությունը ում ձեռն ա եղել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի եւ ռուսական խաղաղապահների թուրք մոնիտորինգի հետ միասին։ Հայաստանի Հանրապետությունը եթե մեկ սնարյադ արձակեր Հոսած Գորիսի կողմից կամ գյուղի անուն նշեց Խնձորեսկից կամ տեղ գյուղից, եղբայր ջան, դա հայտարարվում էր պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչին միայն ու միայն Ադրբեջանը երազում էր։ Իսկ ո երկրպագած քաղաքական ուժերը սա թաքցնում են, ցույց չեն տալիս, որ դա Ադրբեջանի երազանքն էր, մանիպուլյացնում են ներկայացնում, թե իբր Նիկոլը թուրքա, դավաճանա չի ուզեցել հայ ազգաբնակչությանը պաշտպանի Արցախում։ Եթե Նիկոլը փորձեր պաշտպանել քո ասած ձևով, այսօր հնարավոր է մենք խոսենք, բայց Սյունիքը ոնց հետ բերենք։ Այսքանը, Ժիրո, շարունակի։ Մալադես Գևորգ ջան, մալադես։ Արդյոք ճիշտ է, այսքանից հետո Հայաստանի ես չեմ խոսում Ղարաբաղի վաղը հնարավորություն կլինի Մոսկվա մեզ կօգնի կգնանք, դա այլ թեմա է։ Հայաստանի հայությունում եւ Հայաստանում ընտրող քաղաքացին ճիշտ կանի որ էլի գնա ռուսի պոչից բռնի։ Ես դեմ չեմ, դու լավ գիտես, ոչ ռուս ազգին, ոչ Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ես խոսքը տանում եմ կակրած այդ ենթակա, այդ տակ վիճակին, էլի, ստրուկ վիճակին, կոպիտ ասած։ Դու դեմ ես թե կողմ որ մենք շարունակենք ռուսի ծիրը բռնած շարժվենք ինչպես նախկինում Ռոբերտ Քոչարյան, հիմա էլ Սամվել Կարապետյան եւ Ռոբերտ Քոչարյանն էլ էլի շարունակում են նույն դիրքորոշումը։ Ինչ կարծիք ունես, արժե թե չէ։ Գևորգ, մեզ նամուս ունենք, մեզ ապրած ունենք։ Այսքանից հետո, այս ինչ գլխներից դրեցին, այս ինչ արել են մեր հետ, սրանից հետո գնաս նորից այդ նույն մարդուն կամ թե չէ կարող անդե կանանչին ընդունել, չգիտեմ, լոլիկա, չգիտեմ ինչա դրա խաթերի գնաս խնդրես կամ թե չէ ոտերն ընկնես կամ թե չէ նորից բարեշես, այդ մենք որպես ազգ արդեն արժանի չենք ապրելու։ Всё, ապրես, ձեծլավա։ Չի կարելի տենց արած։ Իրանք պիտի ատամ տեսնան, մեզանից ատամ տեսնան, որ մենք էլ ազգ ենք։ Ոնց ազատություն ձեռք բերենք մեր կյանքում, ոնց կարողանանք մենք անկախանանք մեր տնտեսական, հոգեբանական, իրավաբանական հարցերը մեր երկրում մենք լուծենք, չլինենք սրա նրա ճորտը։
Պարզա որ ռուսը մեզ 200 տարիա կառավարում է Ղարաբաղն է սարքելա կռվախնձոր Գրիբայեդովի մահից հետո հայ ազգին օգտագործում է իր շահերի համար, էդի բոլորիս պարտք այսօր Ռուսաստանը մեջ ոսկու հանքերը ուրան, մոլիբդեն, սաղ թալանա ստանում է, հլա մի հատ էլ զապրետ է դրել սահմանների վրա, որ պետք է առևտուրն էլ ինքը կառավարի։ Էդ ինչ ստրուկի հոգեբանություն է, ինչի Հայաստանի կառավարությունը սա դագավորները չի ոչնչացնում, ասի մեր հանքերի տերը մենք ենք, դու ինչ գործ ունես մեր հանքերի մեջ խառնվել ես առևտրի, ու հլը դեռ մեզ էլ ստե թելադրում ես։ Հայ ազգը կարա իր գյուղատնտեսական ապրանքների իր երկրում ռեալիզացնի, ինչի պետք է պամիդորն ու վարունգը եսի ինչը, այդպես պապենական թանկ աստվածային գները լինեն, որ թոշակառուն կամ մյուս մարդիկ չկարենան օգտվեն։ Թող է ժանանա, գյուղատնտեսությունը ներսում զարգանա։ Ստրուկի նման մենակ ձեր ջեբերը լցնելու մասին եք մտածում։ Ընդհանուր ժողովրդի վիճակի մասին մտածող չկա։ Մեկը կոպեկ պետք է Ռուսաստանից վարչարքից փող գա, տեսար դու, թող էժանացնեն ստե ծախեն ու զարգացնեն, ամեն մարդիկ կարենա իր հողի բարիքից օգտվի, ոչ թե խեղճ ու կրակ աշկները գցած պամիդորի կամ բանի հնեց գներա, թոշակառուն 50,000 դրամով ինչ պետք է անի, ոչ մի բան, ինչ են կպել ստրուկի հոգեբանությամբ, անպայման պետք է ռուսը, ինչ այդ լափամանից լիքը օգտվողներ կան, Սաղ էլ օգտվում են իրանց օգուտի մասին են, ինչպես ուռին ու բարդին ամեն մարդ իրա դարդին, վերջի վերջո եփ ենք սովորելու ընդհանուր շահի մասին մտածենք, որ բոլորիս համար լավ լինի, վերջի վերջո մենք բոլորս միասին ավելի լավն ենք, քան մեզանից մեկը առանձին, ստրուկի նման մենակ ծառայում ենք ուրիշ ազգերի շահերին ինչա ջեբներս 2 կոպեկա մտնում կամ պաշտոն են տալի 4 կոտանու ստրուկը դառնում, աթոռի գերի Միած առողջ մտածեք, ստեղ կապ չունի Նիկոլը կամ Սամվելը կամ մյուսը, ստեղ կապ ունի ժողովրդի բարոյական մտածելակերպը, որը չի համապատասխանում ազատությանը, իրականությանը ու բարոյական կյանքի ապրելակերպին, դա է կարևոր նայել, դրա համար ճիշտ տարածությունից նայեք հարցին, ոչ թե մի կտուր հացի ստրուկի նման մենակ մտածում եք ձեր փորի մասին, ձեր բիզնեսի մասին, Չեք մտածում, որ ես երկիրը սարքել են այդ ծեր մարդիկ, որ այսօր ապրելու հնարավորություն չունեն։ Գտնվում են շատ ծանր վիճակի մեջ, մարդիկ կամ բարձրագույն կրթությունով աշխատանք չունեն։ Համբալների համար է մեյդանը բացվել։ Ու դեռ մի բան էլ խոսում եք ու փորձում եք պաշտպանել ձեզ ճնշող սպանողներին։ Իր շահերի համար տանում ամեր ազգի լավագույն տղեկին նվիրյալներին սպանում։ Քաղաքական իր պորնիկ դաշտում, մեկը չեք մտածում դրա մասին, փոխանակ դրա մասին մտածենք, ոնց իրար օգնենք, ոնց իրար ձեռ բռնենք, իրար լսենք, իրար հասկանանք, ամենքը իր շահի հետևից հավազում, 90 հատ կուսակցություն կա այս պուչուր Հայաստանում, հայ ազգին վաբշե կուսակցություն պետք չի, եթե դու հայ ես, դու արդեն կուսակցություն ունես, քու ազգությունն է դա, քո ընտանիքն է դա, որ պետք է մտածես ոնց կարենաս պահես ազատ, հայ մարդը պետությունից պաշտպանվածություն չունի, մեջ կպինդ չի, որովհետև իրավական դաշտը կաշառված է, ազատություն չունի, ստեղծագործելու արարելու, գիտնականները թողում փախնում են երկրից, արվեստագետները, որ գեղեցկությունն ու գարմոնիան են արարում, հարգանք ու պատիվ չունեն, պաշտպանված չեն, իսկ տաղանդավոր մարդկանց օգնել է պետք։ Պետությունը երբեք սատար չի կայնել, դարերով նայեք ինչ է կատարվում, նայեք ինչ է կատարվում Ես ասում եմ դարերով։ այն միտքը, որ Ռուսաստանում ապրող հայը, որ ասում է, ես ուզում եմ ստեղ լավ ապրեմ, Հայաստանը, տենց հայեր կան ասում են, տենց հայեր կան ոտնկայս Պուտինի կենացը խմում են, Եթե այդ հայերը ասում են մենք թքած ունենք Հայաստանի Հանրապետությունը ինչ կարգավիճակ ունի 20 տարվա ստրատեգիա է որոշում թե 1 օրվա ես ուզում եմ այսօր լավ ապրեմ ես չեմ կիսում մեր այդ հայրենակիցների այդ պահելաձևը աններելի է իմ կողմից անընդունելի է ընդհանրապես ես չեմ կարող մտնեմ զորույցի մեջ ասեմ բախի ես տենց մտածում բա ինչ անեք որ տենց չի մտածես մարդը ուղեղով հոգով սրտով ստորուկա Ուրիշ ոչ մի բան չես կարող իրան բացատրես։ Կարող է քիմիկոս լինի, ֆիզիկոս, հանրահաշվի, գրականության մասնագետ լինի, բժիշկ լինի, չգիտեմ, մասնագիտությամբ որակյալ մասնագետ, բայց ինքը հոգեպես տրուկ է, կարող է մարդը 8 ավարտ լինի կամ դպրոց գնացած չլինի, ինքը խրոխտ լինի, իր հոգին վեհ լինի, ինքը անկախ մտածելակերպի մարդ լինի։ Սա կրթության, մասնագիտության հետ կապ չունի։ Всё, այդքանը։